Բարի լույս բոլոր մեզ նոր միացած հեռուստադիտողներին, շարունակում ենք մնալ արվեստի ոլորտում, այս անգամ խոսելու ենք երաժշտությունից, քանի որ դեկտեմբերի 4-ին հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվան նվիրված համերգ է տեղի ունենալու Ալեքսանդր Սպենդիարյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությամբ։ Մենակատարները լինելու են հաշմանդամություն ունեցող երաժիշտներ դաշնակահար Լևոն Կարապետյանը և ջութակահար Լուսինե Սարգսյանը։ Լևոն Կարապետյանը այժմ մեր տաղավարում է։ Բարի առավոտ, պարոն Կարապետյան, ուրախ եմ, որ առավոտը հենց մեզ հետ եք սկսում։ Բարև ձեզ, ես էլ եմ շատ ուրախ, որ ձեր տաղավարում եմ հյուրընկալվել։ Հրաշալի։ Շատ հաճելի է։ Ինչպես եք այսօր սկսել ձեր առավոտը երաժշտական տրամադրվածությամբ, համերգին գուցե նախապատրաստվելով։ Այո, հիմա քանի որ համերգն է, պատասխանատու համերգ է, սիմֆոնիկի հետ շատ պարապում եմ, բայց սովորաբար իմ օրը սկսում եմ թե խմելով, այնուհետ սուրճ, թեթև նախաճաշ և հետո սկսում եմ արդեն պարապել։ Շատ լավ, մինչև համերգային ծրագրին անդրադառնալը ես կուզեի մի փոքր մեր հեռուստադիտողին պատմենք ձեր ստեղծագործական օղու մասին, որ տարիքից եք սկսել երաժշտությամբ զբաղվել և որ պահին եք հասկացել, որ հենց երաժշտությունն է ձեր ուղին։ Խնդրում եմ սիրով ներկայացնեմ, ես ուրեմն սկսել եմ նվագել 7.5 տարեկանից, բայց մինչև այդքանի որ տանը միշտ երաժշտություն է եղել, քանի որ հայրս էլ բեմադրող ռեժիսոր էր, ձայնապնակներ կային, շատ լսում էի և ուզում էի, որ ունենայի գործիք, դաշնամուր և այնուհետ երբ որ դարձա 7.5 տարեկան, մերոնք գնեցին և ես սկսեցի սովորել նվագել և սկզբում մեր դպրոցին կից ստուդիա կար, այնտեղ գնացի, սկսեցի նվագել սովորել, Կարինե Հակոբյանյանի դասարան, իսկ այնուհետ Հեքիմյանի անվան երաժշտական դպրոց տեղափոխվեցի Սիմոն Հովհաննիսյանի խորհրդով, որտեղ սովորեցի 7 տարի Կարինե Դարբինյանի, Ռուզաննա Ազիզյանի դասարաններում, իսկ այնուհետ Սպենդիարով երաժշտական դպրոցում եմ սովորել և կոնսերվատորիայում 6 տարի, բակալավր մագիստրատուրա, պրոֆեսոր, արվեստի վաստակավոր գործիչ, ներկայումս էլ դասավանդում է իմ պրոֆեսորը Սերգեյ Քեչեկի մոտ եմ սովորել։ Փոքր հասակում, երբ ծնողներին խնդրեցիք, որ դաշնամուր ձեռք բերեն, սպասում էիք, որ հետագայում պետք է զբաղվեք պրոֆեսիոնալ երաժշտությամբ։ Ունեիք այդ ակնկալիքները։ Ճիշտն ասած շատ սիրել եմ դաշնամուր գործիքը, բայց չէի մտածում, որ այսքան կգնա ամեն ինչ սենց, բայց նաև ինչ-որ մի ներքին զգացողություն կար, այո, որ զբաղվելու եմ երաժշտությամբ, որտև շատ էի սիրում, ճիշտ է, սիրել եմ բակ գնալ, երեխաների հետ խաղալ, սիրել եմ շփվել երեխաների հետ, ասենք իմ հասակակից, բայց նաև շատ ժամանակ էի անցկացնում ոչ թե ինչ-որ ստիպելով, այլ ուղղակի լսում էի երաժշտություն, հիշում եմ, որ նույնիսկ ձայնապնակներ կային, որ հայրս ասում էր, դա թող ես դնեմ, ասենք Beatles կամ ինչ-որ Չայկովսկու օպերա, Մոցարտի, ասենք, դաշնամուրային կոնցերտներից բան, բայց ես այդ ձայնապնակները ինքս էի վերցնում դնում լսում էի, երբեմն խազոտվում էր այն ժամանակ հիշում եք։ Այո։ Բայց հենց էր, որ ես էի ոնց որ վերցնում էլի, ոչ թե որ իրանք էին ինձ ասում, որ դա դու դիր լսի էլի։ Այսինքն իմ համար հետաքրքիր է։ Որոշում էիք, որ պետք է լսեք այդ դասական գործը։ Դասական երաժշտությունները եւ նաեւ հիշում եմ, որ այդ վատ տարիներին լույսը անջատում էին, ես տխրում էի դրա համար, որ չէի կարողանում միացնել լսեմ էլի։ Հասկացա ես ձեզ, անդրադառնանք համերգային ծրագրին, ինչ ստեղծագործություններ են հնչելու։ Ես նվագելու եմ Բեթհովենի թիվ դաշնամուրային կոնցերտը գրված դաշնամուրի եւ նվագախմբի համար, սոլ մաժոր, օպուս 58, որը 3 մասից է բաղկացած, դիժորնը լինելու է Կարեն Դուրգարյանը։ Ինչու եւ ինչպես որոշվեց, որ այդ ստեղծագործությունը պետք է հնչի։ Ճիշտն ասած, ես Բեթհովենի 3-րդ կոնցերտը նվագել եմ, էլի շատ կոնցերտներ նվագել եմ, Խաչատրյանի դաշնամուրային կոնցերտը, Մոցարտի, Գրիգի, բայց
4-րդ կոնցերտը շատ ուզում էի նվագել Բեթհովենի, սովորեցի, անցյալ տարի ես նվագել եմ Պրահայում Կարլո Վիվարի սիմֆոնիկ նվագախմբի հետ եւ ես ձայնագրությունը ուղարկեցի, պարոն Դուրգարյանը լսեց եւ ինձ հրավիրեց, որպեսզի մենք այստեղ էլ Հայաստանում նվագենք։ Պարոն Կարապետյան, բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր եք, հանդես եք գալիս մեծ բեմերում, ինչպիսի զգացողություն եք ունենում հայրենիքում սիմֆոնիկ նվագախմբի ընկերակցությամբ ելույթ ունենալիս։ Շատ լավ, շատ հաճելի զգացողություն է, որ մեր երկրում եմ նվագում, իմ հայրենիքում, որտեղ որ ես մեծացել եմ, եւ շատ հարազատ, ճիշտն ասած 2012 թվականին էլ եմ ես նվագել մեր այս օպերայի բալետի ազգային թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի հետ, էլի Կարեն Դուրգարյանի գլխավորությամբ եւ քանի որ 13 տարի անց նորից նվագում ենք, իմ համար շատ հաճելի, շատ լավ, շատ ջերմ զգացողություններ են։ Դրանք զգացողություններ են, որոնք մի քիչ դժվար է բառերով բացատրել, բայց շատ լավ զգացողություններ են։ Հատկապես այս համերգը, որը նվիրված է հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվան, ինչ խորհուրդ ունի ձեզ համար։ Անկեղծ, եթե ասեմ, ես ոչ թե սա ուզում ասեմ, որ ինչ որ վիրավորական բանով, այլ շատ լավ է, որ հաշմանդամարտկանց հիշում են, որ կատարվում է միջոցառումներ, բայց ես կուզենամ, որ այս ամենը շատ լինի, այսինքն միայն չլինի այդ օրը, որը որ նվիրված է հաշմանդամների օրվան, այլ լինի, այո, մասսայական, տարվա մեջ, այսինքն որ հաշմանդամ մարդիկ դա մանկուց, ինձ թվում է դա ցանկացած հաշմանդամ մարդու այնպես է կյանքը, որ դա ուղղակի, չգիտեմ, երազանք չի կարելի անվանել, բայց որ մենք լինենք սովորակ, որտեղ մենք նույն սովորական մարդն ենք, մենք չենք տարբերվում, ասենք, մի մարդուց, որը որ հաշմանդամություն չունի, ենթադրենք։ Հնարավոր է ինչ որ մի բան պետք լինի մեզ օգնել, բայց օրինակ ես կենցաղում ազատ եմ, ես ինքս կարողանում եմ, եթե պետքա ուտելիք պատրաստեմ, եթե պետքա իմ թեյը պատրաստեմ, այսինքն մենք կարողանում ենք հաշմանդամ մարդիկս ասենք օգտվել ինտերնետից, հեռախոսակապից, ամեն ինչից։ Խնդրանքս եւ ցանկությունս նա է, որ ավելի մասսայական լինի, ինչպես որ դուք նշեցիք, իսկ այս օրը շատ անչափ շնորհակալ եմ, որ սիմֆոնիկ նվագախմբի հետ համերգ կա եւ պետք է նվագենք եւ նաեւ իմ խորին շնորհակալություն եմ ուզում հայտնել գեղարվեստական ղեկավար դիրիժոր մայստրո պարոն Դուրգարյանին սա կազմակերպելու համար իրեն անչափ շնորհակալ եմ։ Եվ մնացած բոլոր կազմակերպողներին համերգի։ Շատ լավ եւ շատ կուզեի նաեւ որ դուք ձեր խորհուրդը կամ ուղերձը փոխանցեիք այն մարդկանց, որոնք հաշմանդամություն ունեն, բայց ցանկանում են երգել կամ արվեստի այլ ուղղությամբ զբաղվել։ Ուղերձս նաև որ դե արդեն այդ հաշմանդամությունը ցավոք կյանքի բերումով տրվում է մարդուն, իհարկե Աստված չանի, որ ինչ-որ մեկը հաշմանդամություն ձեռք բերի, բայց եթե կա դա, պետք է փորձել դրա հետ հաշտվել եւ շարունակել կյանքը ապրել, որովհետեւ եթե նստես, լացես ու կամ տխրես ու ոչինչ չանես, ոչ ոք չի գալու եւ այդ վիճակից քեզ չի հանելու։ Միայն մարդիկ կարող են ինչ-որ գան, ասեն մի ընկճվի, բան, ինչ-որ խորհուրդներ տան, բայց ոնց որ ասում են, մարդ ինքը իր հոգեբանն է, պետք է ուրեմն սովորել, կրթություն ստանալ, լուրջ զբաղվել այդ մասնագիտությամբ եւ փորձել գնալ առաջ։ Ինչպես սովորական մարդը, օրինակ, որը հաշմանդամություն չունի, կգնա երաժշտական դպրոց, կսովորի նվագել եւ փորձի ինչ-որ հաջողության հասնել, չի ստացվի, կփոխի իր մասնագիտությունը ուրիշ բանի, կամ չի փոխի, կշարունակի դրա մեջ ձգտել, առաջ գնալ եւ ինչ-որ մի օր հաջողության հասնել։ Դա համար ամենակարևորը պետք է չընկճվել եւ ամեն սկսվող օրը միշտ ես մտածում եմ, որ իր հետ բերելու է մի լավ բան եւ ապրել, որտեվ մենք չգիտենք վաղը մեզ հետ ինչ կարող է լինի եւ Մեզնից յուրաքանչյուրը չգիտի, թե հաջորդ պահին ինչ է տեղի ունենալու։ Այո, միանշանակ դրա համար պետք է ապրել։
Շատ լավ, պարոն Կարապետյան, այս պահին առաջարկում եմ ձեր ստեղծագործություններից մի հատված ունկնդրենք, սիրելի հեռուստադիտող Լևոն Կարապետյանի դաշնամուրային կատարումներից մեկը այս պահին մենք կլսենք։ Բանմամբ լսելը Սայաթ Նովայի հայտնի Քանի Վուրջանի ստեղծագործությունը։ Իդեպ դուք ունեք ձեզ համար առանձնացված կոմպոզիտորներ, առանձնացված գործեր, որոնք ձեզ համար այլ ընկալման տիրույթում են։ Սա Բաբաջանյանի մշակումներ, չէ՞, եթե չեմ սխալվում։ Բաբաջանյանը մշակել իդեպ շատ լավ է մշակել։ Եվ շատ հայ կոմպոզիտորներին ժամանակակից ես լինում որ ասեմ այ Բաբաջանյանի նման արեք, բայց հետո շատ անգամ ասելուց հետո մտածել եմ որ Բաբաջանյանի նման ոնց կարող են անել, որովհետև Բաբաջանյանը ինքը չկրկնվող էր եւ նմանը չունեցող էր եւ ինքը արել այնպես ոնց որ ինքը զգացել է, էլի։ Իհարկե Արնո Բաբաջանյանի ստեղծագործություններն եմ շատ սիրում, Ռախմանինովի ստեղծագործություններն եմ շատ սիրում, որը որ շատ նման է Արնո Բաբաջանյանին եւ հակառակը, ինձ թվում է նույնիսկ հարցազրույց, որտեղ Արնո Բաբաջանյանը նվագում է Ռախմանինովի պրելյուդներից, խոսում է եւ շատ
իրենով տարված է իր ստեղծագործություններով, որի հիման վրա էլ գրել է իր վոկալիզը, Ռախմանինովի վոկալիզի հիման վրա, եւ շատ հետաքրքիր կլիներ, որը որ իրոք չգիտեմ երբ կլինի, բայց հաստատ կլինի, Ռախմանինովը շատ կուզենայի իմանալ լսել Ռախմանինովի կարծիքը Բաբաջանյանի մասին, որը որ ցավոք չենք լսել, որովհետև Ռախմանինովը Բաբաջանյանից առաջ է ապրել, երբ Բաբաջանյանը ծնվել է, արդեն Ռախմանինովը մահացավ։ Բայց շատ ընդհանուր այդ ոճը, գիծը, ակորդների վերցնելու ձևը, դրա համար իմ համար շատ հոգեհարազատ են Բաբաջանյանը, Ռախմանինովը, Շոպենը, որի շարունակություն եմ ես համարում Սկրյաբինին։ Դե իհարկե շատ սիրում եմ Բախ, Բեթհովեն, Մոցարտ, Շուբերտ եւ այլն։ Խոսենք նաև առաջիկա ծրագրերից, արդյոք կան առաջիկայում համերգներ, փառատոններ, գուցե որոնց ուզում եք մասնակցել կամ պլանավորել եք մասնակցել։ Ճիշտն ասած, գալիք տարի ես ուզում եմ անպայման անեմ մեծ մենահամերգ Երևանում եւ նաեւ եթե ստացվի դրսում էլ Եվրոպայում որևէ քաղաքներում կամ երկրներում եթե ստացվի։ Երբևէ ունեցել եք արտերկրում համերգ։ Հա, իհարկե Ֆրանսիայում շատ եմ նվագել մենահամերգ, մի անգամ նվագեցի մենահամերգ, որը կազմակերպեց մի ֆրանսուհի դաշնակահարուհի ինձ համար 2021 թե 22 թվականին, որը ուրեմն լույսերը անջատված էր եւ մարդիկ մթության մեջ էին լսում երաժշտությունը, շատ հետաքրքիր խորհուրդ ուներ իր մեջ, շատ հրաշալի համերգ էր։ Այս տարի նվագել եմ Եղեռնին նվիրված համերգի մեջ Ֆրանսիայում Ստրասբուրգում։ Հաճախ եք ճամփորդում։ Հաճախ, հա, որ գնում եմ տարբեր երկրներ, գալիս եմ Հայաստան, անցյալ տարի նվագեցի Պրահայի սիմֆոնիկ նվագախմբի հետ, մեծ համերգ էր, ինչպես որ հիմա այստեղ է լինելու, նվագել եմ Լենինգրադի սիմֆոնիկ նվագախմբի հետ շատ անգամներ։ Հայրենիքում եւս մենահամերգներ ունեցել եք։ Այո, ունեցել եմ 23 թվականին, ունեցել եմ Սայաթ-Նովոյի անվան երաժշտական դպրոցում լավ մեծ մենահամերգ, որը պրոֆեսիոնալ մակարդակով ձայնագրված է եւ կա համացանցում YouTube-ում հատկապես եւ իմ ռեպերտուարի մի մասն եմ ձայնագրել։ Անհատական ստեղծագործությունների, այսինքն իմ ստեղծագործությունները չեն։ Բախ, Բեթհովեն, Շոպեն, Մոցարտ, Ռախմանինով, Ֆրանկ, ես այդ պրոֆեսիոնալ մակարդակով իմ ռեպերտուարի մի մասը ձայնագրել եմ 23 թվականին եւ կա YouTube-ում եւ շարունակելու եմ անպայման գալիք տարի էլ ուզում եմ քիչ-քիչ իմ ռեպերտուարը էլի ձայնագրեմ պրոֆեսիոնալ վիդեո եւ աուդիո մակարդակով եւ դա հանձնեմ հանդիսատեսի դատին, որովհետև դա շատ կարևոր է երաժշտի կյանքում այդ ձայնագրությունները, ինձ թվում է ամենից կարևորն է դա, որ լինի եւ մարդիկ լսեն։ Իսկ անհատական ստեղծագործություններ ունեք, դաշնամուրով ստեղծագործել եք երբևէ։ Երեխա ժամանակ ստեղծագործում էի, հետո հասկացա, որ այնքան լավ ստեղծագործություններ կան, որ ավելի լավ է ես նվագեմ ու պրոպագանդեմ։ Որոշ մշակումներ եմ արել, օրինակ Ռոբերտ Ամիրխանյանի Երազիմ երկիր հայրենի, դա նույնպես կա YouTube-ում, եւ էլի կան ստեղծագործություններ, որ ուզում եմ մեր հայկական ժողովրդական վերցնեմ եւ մշակեմ, նվագեմ։ Շատ լավ։ Գալիք տարի այդ ամենը փորձելու եմ քիչ-քիչ իրագործել։ Ուրեմն սպասենք դրանց ի կատարածվելուն եւ գուցե էլի տաղավարում միասին ջերմ զրուցենք այդ ամենի շուրջ։ Շատ շնորհակալ եմ պարոն Կարապետյան տրամադրած ժամանակի համար, առաջիկա համերգին ձեզ լավ ելույթ եմ մաղթում։ Անչափ շնորհակալ եմ։ Ձեզ օրվա լավ շարունակություն։ Ձեզ նույնպես։ Սիրելի հեռուստադիտողներ, տաղավարում զրուցում էինք դաշնակահար Լևոն Կարապետյանի հետ, առաջիկայում իր համերգն է նախատեսվում Ալեքսանդր Սպենդարյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությամբ, այնպես որ կարող եք այս հնարավորությունը բաց չթողնել եւ երաժշտի կատարումները տեղում ունկնդրել։ Եվ այսքանով սահմանափակում ենք մեր այսօրվա եթերը, աշնանային մեր ջերմ վերջին եթերը ավարտվեց, առաջիկայում ամենահեքիաթային տարվա եղանակն է ձմեռը, արդեն
կհանդիպենք ձմռանը։ Ես շնորհակալություն եմ հայտնում նաև մեր գլխավոր գործընկեր Արփինետ ընկերությանը, որը ապահովեց մեր որակյալ եթերը։ Տաղավարում ձեզ համար աշխատեց Արմինե Թովմասյանը, դեռ կհանդիպենք։